Ինձ հետաքրքրում է հետևյալը, երբ ասում եք միջազգային պրակտիկայում սովորաբար դատավորների քանակը գերակշռող է, արդյոք այդ նույն միջազգային պրակտիկայում ինչ ընթացակարգով են այդ դատավորները ընտրվում, որովհետև շատ կարևոր է այս հարցի շրջանակում, այսինքն հիմքը ինչպիսին է այդ դատավորների ընտրության ի սկզբանե, եւ նաեւ կուզենայի իմանալ աշխատանքից հետո, այսինքն բարձրագույն դատական խորհրդում աշխատելուց հետո արդյոք հնարավորություն կա օրինակ այդ ոչ դատավոր անդամների անցնել անմիջապես դատական համակարգ որպես դատավոր աշխատելու։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, միջազգային պրակտիկայում նշեցի ավելի շատ այստեղ նկատի ունեինք միջազգային կառույցների ռեկոմենդացիաները, առաջարկները այս հարցի վերաբերյալ, դա Վենետիկի հանձնաժողովն է, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդն է, որոնք այո առաջարկում են այդ բալանսը ապահովել։ Բայց ինչ վերաբերում է նման հանձնաժողովներում դատավորների եւ ոչ դատավորների ընտրությանը, պրակտիկան տարբեր է, բայց հիմնականում այդպիսի կառույցները ընտրվում եւ ձևավորվում են դատավորների իրենց ինքնակառավարման մարմինների համայնքի կողմից։ Նույնը նաեւ մեր դեպքում է, կա դատավորների ընդհանուր ժողով, որտեղ ներկայացված են բոլոր դատավորները եւ իրենք են մասնակցում այդ անդամների ընտրությանը, որովհետեւ մոտեցումը այն է, որ իրենք բոլորը պետք է պատրաստ լինեն, որ կատարեն օբյեկտիվ ընտրություն եւ ընտրեն այնպիսի անդամներ, ովքեր պատրաստ են վերհանելու նաեւ իրենց համայնքի խնդիրները։ Սա է միջազգային ընդունված պրակտիկան։ Արձագանք։ Շնորհակալություն, ինձ ավելի շատ հետաքրքիր էր ոչ թե կոնկրետ այդ կառույցում ընտրվելու ընթացակարգը, այլ դատավոր ընտրելու կամ նշանակելու ընթացակարգը ինչպիսին է, որպեսզի մենք հնարավորինս եւ նաեւ երկրորդ հարցս, երբ ասում էի արդյոք իրավունք ունեն անմիջապես անցնելու դատական համակարգ աշխատանքի, այս հարցերս այն մասին են, որ մենք հնարավորինս պետք է խուսափենք շահերի բախում ստեղծելու այդ մթնոլորտից, ինչը որ հաճախ պատահում է եւ ինչպես հասկանում եմ եւ իրավական, այսինքն իրավապահ համակարգում, ինչպես նաեւ ունենք մենք նույն խնդիրը ֆինանսական համակարգում, չէ՞ որ եթե դու վաղը պիտի աշխատես այդ նույն համակարգում նույն մարդկանց հետ, ինչ որ կաշկանդվածության բան է առաջանում, զգացողություն կամ կաշկանդվածություն է առաջանում մարդկանց մոտ իր հանրույթի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կամ եւ այլն անելու համար այս մասով էի ուզում արդյոք արժի ինչ որ չեզոքության օրինակ ժամկետ սահմանել այդ աշխատանքից հետո դատական համակարգ անցնելու համար։ Շնորհակալություն, այդ մասով հատուկ ուսումնասիրություն չեն կարել, բայց կարող ենք քննարկել, մենք ավելի շատ հակառակ իրավիճակն ենք փորձել կանխել, որը մեր իրականությունում կա, երբ որ շահերի բախման իրավիճակում անձինք ընտրվում են նման հանձնաժողովում, օրինակ փաստաբանները կամ դատական ներկայացուցիչություն իրականացնողներ եւ շարունակում են զուգահեռել եւ այդ հանձնաժողովում լինել եւ նաեւ իրականացնել փաստաբանություն եւ դատական ներկայացուցիչություն։ Սա է մեր կարծիքով ամենակարևոր խնդիրը, որ մենք հիմա այս նախագծով ուզում ենք լուծել, բայց ձեր ասած հարցն էլ է կարծում եմ տեղին, մենք կարող ենք դա ուսումնասիրել այդ առումով, քանի որ կարիք չի եղել, ըստ էության ուսումնասիրություններ հատուկ չեն կարել։